Այսօր ուզում եմ ձեզ ներկայացնել Օքրո Օքրոյանի ստեղծագործություններից։ Շատ է չքնաղ իմ ջավախքը, բայց ավելի չքնաղ է տուրցխը, և աբուլի ծակած աշփուց ծիլ են առնում դաղցը, ուրցը, ծաղկունքն է այրվում հրդեհի նման ճեպ ճերմակ բոցով, երբ մութն է իջնում, աբլարն է հորդում խոտերի թացով, մթին սարերից այն կողմ լեռներ, ծալքեր են անծայր, գարնան անձրևի հետ առատ ժեռ քարեր են ընկնում վար, այստեղ երկինքը պայծառ է, շողուն աստղեր, օդը հմայիչ, երկիր ու երկրային լեզվով են ջրերը ջինջ, եղնիկը քնքուշ արարած, ճոպարեթի հրով վառված և արյան ամոթխած քնքշանք սամսարներ ունի նա երկնած, Փարվանան մեղավոր, ինչ-որ թախիծ է ծխում խոր, շոյելով սաղամոյի ջրերը լուռ, տեսիլք է տրտում նոր, հեռվում տապացխուրին, մաքրության գաղտնիքով պարուրված, լցվելով աշխարհի ծագերը փոշոտ լույս է հրդեհված, իսկ տուրցխս ոսկեգույն հրաշք մի կին լույսերում վերին, անմեղ մեղավոր խոստում սաղմոսում է իմ երգերը հին, այո, տուրցխս հին է, տաք հողի միջով քայլող երանություն, մեղսանք ու կյանք ցորեն հասկի խոնար հարսնություն, տուրցխս երգ է, տուրցխս թռիչք, կարոտի կապույտ կանչեր, ցնորք մի վայրի անըմբռնելի անմեկին, շշուկ շուշաններ։ Ես էլ իմ հերթին, որպես տարեց ազնվորություն, որպես գյուղում ծնված ձեր զավակի, շնորհում եմ դարձյալ մեր տուրցխի ֆուտբոլիստների հաղթանակը։ Հաղթող դերում եղեք։ Եվ ուրախալի է, որ ընկերներ միաժամանակ դուք կարողանում եք այդպիսի ձգտումով արիք մեկ անգամ խնդրած կլնեմ որպես տարեց ազնվորության, ձեր ունում որպես ուսուցիչ ձգտում ունենանք ամեն ինչու, ամեն մի հարցում։ Ես մի խնդրանք ունեմ, սա իմ ձգտումս է, որ մոտ օրերս երիտասարդությունից խնդրում եմ, դուք գիտեք մեր յուղի վիճակը շատ ծանր է, չկա խմելու ջուր, որից եմ ասում, չեմ ասում որոքնամասի, խմելու ջուր, ահա թե ինչու, ինչ եմ անած, վաղը կարող է իմ տարիք արդեն թույլ տա են աշխարհ անցնելու, յուրաքանչյուր անձնավորություն պետք է իր հետ կթողնի, ես խնդրած կլինեմ, արդեն և մի շաբաթ ես այդ ուղղությամբ զբաղվում եմ, որպեսզի մենք կարողանանք ժամանակին տեղ հասնել կրբաների հարցը, խնդրած կլինեմ երիտասարդությունը թող միաժամանակ մեկ մարդու պես դուրս գա մի քանի օրվա ընթացքում կարողանանք ջուրը հասնել գյուղ։ Եվ այս բանը ուրեմն դուք պիտի կատարեք երիտասարդներ։